Կրկին ավտոդրայվն է եթերում, եւ այսօր մեր հաղորդումը սկսում ենք օդանավակայանից։ Քիչ անց ամեն ինչ պարզ կլինի։ Ներկա պահի դրությամբ գտնվում եմ Լոնդոնում, գալիս եմ որ մասնակցեմ Ավտոսան Ռեյսինգ 2026-ին։ Դե ինչ, մնաց ընդամենը 6 քայլ եւ 6000 կիլոմետր։ Ավտոդրայվի անունը տեսնելուց հետո հսկայական ճանապարհ ենք գտնում Ավտոսան Ռեյսինգին մասնակցելու համար։ આજે չհամադանն է գոնեշնի ջիպը։ Հայաստանի Հանրապետության տարածքի մեջ ենք արդեն, հասանք պասպորտ կոնտրոլը անցանք, գնանք վաղ առավոտ կհանդիպենք հյուրականում Ավտոսան Ռեյսինգին։ Դե ինչ, բարի գալուստ մաղթենք Հենրի Ստեփանյանին, ով ի դեպ ներկայացնում է X-Drive ավտոդպրոցի թիմը։ Ավտոսան Ռեյսինգի Դեռ նախապատրաստական աշխատանքները բուռն ընթացքի մեջ են։ Իսկ Սյունիքի անձնակազմերը մի ամբողջ բեռնատարով ամենագնացներ են տեղափոխում դեպի մրցության վայր։ Հետաքրքրական է, որ ճանապարհին նրանց դիմավորում է ավտոդրայվի նկարահանող խումբը։ Դե քանի որ շատ լայնածավալ աշխատանքներ է իրականացվել, մենք արդեն 4-5 օր է ինչ սկսել ենք ու արդեն մոտավորապես 90%-ը արվել է, տրասները արդեն պատրաստ են, հիմա տեղադրում են բեմի հատվածը, մեքենաները արդեն ստեղ են, ինչպես գիտեք, Nio եւ Onvo բրենդերի մեքենաներն են ցուցադրվելու, ինչպես նաեւ Hudson բրենդի մեքենաներն են ցուցադրվելու։ Մի խոսքով ամեն ինչ լավ է, սպասում ենք վաղվան, վաղը շատ հետաքրքիր մրցաշար է տեղի ունենալու, Հայաստանում դեռ նման մրցաշար տեղի չի ունեցել ու տարին տարվա վրա փորձում ենք բարելավել ու ավելի հետաքրքրացնել մեր Ավտոսան Ռեյսինգը։ Դե մեր սյունեցիները միշտ ուժեղ են եղել ու անցած մրցաշարին էլ 2024 թվականի Ավտոսան Ռեյսինգին էլի եկել էին մասնակցել են, բայց այս տարի էլ ավելի շատ ու ոնց որ բոլորս նկատում ենք, Կապանում օֆրոդը շատ զարգանում է եւ դրա համար սպասելի էր, որ իրանք կգան ու նման քանակի մեքենաներով կմասնակցեն ու Աստված տա թող հաղթի ուժեղագույնը։ Եկել ենք Կապանից, որպեսզի մասնակցենք Ավտոսան Ռեյսինգին 2026 թվականին կազմակերպված, հունիսի 27-ին եւ 28-ին։ Մասնակից մեքենաների թիվը 8-ն է, որ պետք է մասնակցենք օֆրոդին, եւ ունենք բազմաթիվ հանդիսատես, բազմաթիվ։ 3 մեքենա բերել ենք այս մեծ ֆուրով, 5 մեքենա էլ գալիս են ավտոքարշակով։ Դե ինչպես տեսնում եմ, տարի Ավտոսանը ավելի ու ավելի է կազմակերպում, ավելի ու ավելի գեղեցիկ է ամեն ինչ կազմակերպում։ Այս տարի էլ այս տարվա նման է։ Գեղեցիկ է ինչպես միշտ։ Երկար ճանապարհ գալուց հետո մենք կապանցիներով այսպես գեղեցիկ հավաքվել ենք մեկ հարկի տակ, որպեսզի մի կտոր հաց համտեսենք ու այնուհետև պատրաստվենք վաղվա մրցունեն։ Ի դեպ Կապանից ես հատուկ վիդեոռիլ էի արել, որ ռեժիսոր Մխիթար Հովակիմյանի համար Կապանից պետք է բերեմ հատուկ տոլմա։ Էս էլ մեր հանդիսատեսինն է, սիրելի հանդիսատես, համեցեք Կապանի տոլմա համտեսելու, այսքանով այսքանը, էլ չեմ ուզում ինձ նկարեք, հերիքա։ Ամենաշատը ես եմ քեզ սիրում, եթե դու կարաս գտնես մեկին, ով ավելի շատ է քեզ սիրում, Ալո, այդ սպարինգում, դու ես ինձ շատ սիրում, թե ծյոմը։ ապրես, աղբերս։ Ինչպես գիտեք, 2 տարի առաջ տեղի ունեցավ առաջին Ավտոսան Ռեյսինգ միջազգային օֆրոդ մրցաշարը, որը իր կազմակերպվածության, մասշտաբայնության առումով աննախադեպ էր Հայաստանի ամբողջ օֆրոդ իրականության մեջ եւ Ավտոսան ընկերության ղեկավարության կողմից որոշում է կայացվել, որ Ավտոսան Ռեյսինգ միջազգային մրցաշարը պետք է լինի պարբերական եւ
Նաև որոշակի ֆորմատային փոփոխությունների է ենթարկվելու եւ մրցաշարը նաև վերահացվելու նաև մրցաշար փառատոնի եւ որոշ ամենայն հավանականությամբ ամեն 2 տարին մեկ տեղի ունենալու գարուն ամառ հատվածում մրցաշար փառատոն, որը գնալով էլ ավելի մեծ ընդգրկում է ստանալու հայտնի աստղերի մասնակցությամբ, հայտնի մրցարշավորդների մասնակցությամբ, լինելու է մի միջավայր, որտեղ մարդիկ կարող են գալ ընտանիքներով, վայելել էքստրիմը, վայելել, ստանալ ադրենալին, ինչպես նաև հիանալի ընտանեկան ժամանակ անցկացնել, ժամանց ունենալ, վայելել Հայաստանի բնությունը։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ EV Center եւ N Motors ընկերությունները հանդիսանում են մրցաշարի պաշտոնական գործընկերները եւ այս տարի մենք պատիվ ունենք մասնակցելու կազմակերպչական աշխատանքներին, ինչպես նաև ներկայացված լինել փառատոնի ժամանակ մեր տաղավարներով։ N Motors եւ EV Center ընկերությունների տաղավարներում ներկայացված են լինելու մեր ընկերությունների պաշտոնապես ներկայացվող էլեկտրոմոբիլների բրենդերը, որոնց կարող են մեր այցելուները, փառատոնի մասնակիցները ծանոթանալ եւ նաև հնարավորություն ունեն փառատոների օրերի ընթացքում օգտվել հատուկ առաջարկներից։ Ուրախ ենք բոլորին ողջունել։ Այս փուլում ընթանում են նախապատրաստական աշխատանքները, մեր տաղավարները շուտով պատրաստ կլինեն, լուսավորությամբ, ընդարձակ, բոլորին կդիմավորենք սիրով ու կճանապարհենք սիրով։ Արդեն ամեն ինչ ասվեց։ Մեզ մնում է միայն հայկական օֆրոդի սիրահարներին մաղթել հաճելի պահեր ավտոդրայվի հետ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում։ Իսկ մենք շարժվենք առաջ։ Ավտոդրայվի գործընկերների թիվը Ավտոսան ռեյսինգի շրջանակներում մեծանում է։ Շնորհակալություն հայտնենք մեր գործընկերներին։ Ինչպես միշտ, գլխավոր հովանավորը Ավտոսան ընկերությունն է։ Ավտոյուղերի բարդալ ապրանքանիշով, KYB ապրանքանիշով։ Մենք չենք դադարեցրել մեր պաշտոնական գործընկերությունը նոր տուն խանութների ցանցի հետ։ Էլ չասեմ մեր մշտական աջակիցների մասին։ Քեշուա Արմենիա, Արզնիկատ ընկերություն, Պրոֆիլո Պորտե դռների մասնագիտացված խանութ սրահ, իսկ EV Center-ը Hudson ապրանքանիշով եւ N Motors-ը NIO եւ ONVO ապրանքանիշներով այս անգամ եւս որոշել են իրենց աջակցությունը ցույց տալ հաղորդաշարին։ Առանձնակի ուշադրության է արժանի Multigroup կոնցեռնը, իդեմ նախագահ Գագիկ Ծառուկյանի։ Կոնցեռնը մեծ աջակցություն է ցուցաբերում Ավտոդրայվ հաղորդաշարին եւ Drive Media պրոդյուսերական ընկերությանը։ Ինֆորմացիոն գործընկերներն են Kiss FM-ը, Ռադիո Ավրորան եւ Ռադիո Player-ը։ Էսի վիդեոյա։ Էս վիդեոյա թե որից է։ Ահա վիդեոյա արդեն։ Օ, խորոր։ Ավտոսան Racing 2026։ Անվանումն արդեն հուշում է, որ կազմակերպիչը Ավտոսան ընկերությունն է։ Իդեմ հիմնադիր նախագահ Դավիթ Պողոսյանի 4x4 օֆրոդ ակումբի հետ միասին։ Նա իր պրոֆեսիոնալ թիմի հետ հսկայական ջանքեր է ներդրել Ավտոսան Racing-ը ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար։ Իսկ 4x4 օֆրոդ ակումբի էնտուզիաստները գլխավոր մրցավար Ցոլակ Հակոբյանի եւ 4x4 օֆրոդ ակումբի նախագահ Ստեփան Ստեփանյանի մասնակցությամբ անմասն չեն այս մեծամասշտաբ իրադարձությունից եւ հենց նրանք են գլուխ բերել մրցարշավի կազմակերպչական աշխատանքները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ անձնակազմեր մրցության վայր հասնելու համար կտրում են հարյուրավոր կիլոմետրեր, նրանք ստիպված են պայմաններ ստեղծել գիշերակացի համար։ Հենց այդ աշխատանքներն էլ այժմ ընթանում են մեծ թափով, որին մասնակցում է նաև ավտոդրայվի նկարահանող խումբը, պրոդյուսեր Մխիթար Հովակիմյանի գլխավորությամբ։ Այդ պահն է պետք հասկանալ, որտեղից սկսենք ու սկսենք ախպեր։ Հայաստանում մեծ ժողովրդականություն են սկսել վայելել բագիները։ Ավտոսան Racing 2026-ը առանձնանում է եւս մեկ բանով։ Այս անգամ մրցաշարին ընդգրկված են նաև բագիները։ Երդվյալ արշավորդ Հայկ Վարդանյանը, որ իր մարզական կարիերայի ընթացքում անցել է գրեթե բոլոր մրցարշավային դիսցիպլինների միջով, սկսած քարթինգից ու դրագից մինչև դրիֆտ ու օֆրոդ, այս անգամ որոշել է իր ուժերը փորձել բագիների դասում։ Իրականում շատ երկար ժամանակ ավտոսպորտով եմ զբաղվում, կարելի է ասել երևի ամենավաղ հասակից, որ արդեն կարելի է մեքենա վարել։ Ինչ որ մի օր տենց գնացինք նայելու ուղղակի օֆրոդի մրցումը,
ու շատ պատահական մասնակցեցինք։ Իրոք գնացել էինք նայելու ու ջիպով էինք գնացել, տենց ասեցին եկեք, սկսեք մասնակցեք։ Մտանք, սկսեցինք մասնակցել ընկերոջս հետ ու հասկացանք, որ ադրենալինի ահագին չափականակ կա, քան մենք մտածում ենք, որտեղ մեզ թվում էր, որ drag racing-ի մեջ է ամենամեծ ադրենալինը, որտեղ արագություն կա, էս կա, այն կա, բայց պարզված չէ, որտեղ թեկուզ քիչ արագություններով, բայց ավելի ադրենալինով լի է օֆրոդը, ու տենց սկսեցինք օֆրոդով զբաղվել, երևի թե 4.5 տարի, իհարկե չենք դադարել, բայց հիմա անցել եմ բագիների, հիմա բագիներով ենք փորձում, չէ՞ որ բագիներով կրկնակի ավելի արագ ես, կրկնակի ավելի ադրենալին ու տենց հերթով գնում ենք, չգիտեմ վերջում ինքնաթիռ եմ քշելու թե ուղղաթիռ, բայց ամեն դեպքում։ Դե ինչպես ասում են, Հայկը, որ ներկայացնում է Prime Auto Group-ը, մրցարշավներին վարում է ամեն ինչ, ինչը հնարավոր է վարել։ Դե ոնց հասկացանք, ուժեղ անձրև եկավ, հնարավոր ամենաուժեղը, որ կարելի բացի կարկուտից, երկու բան փոխվեց հիմա տրասում, համ փոշին վերացավ, որ խանգարում էր իրար հետևից քշելուց, ասենք լցնում էր քո վրա, փոշին շնչելն էլ հետո անհարմար է, հիմա դառավ ավելի սղլիկ, բայց տրասը դրա պատճառով հետևաբար ավելի դժվար ու հետաքրքիր։ Դեպի առաջ։ 4 անգամ 4 օֆրոդ կապանից եկել ենք։ Ավտոսան ռեյսինգը ավելի ու ավելի մեծ մասշտաբներ է ընդգրկում։ Այս տարի համերգային ծրագիրն ավելի լայն է։ Արսեն եւ Արթուր Սաֆարյաններին միացել է Իվետ Ամուկուչյանը։ Եվ ուզում եմ շոյել քեզ իմ գրկում ու վաղուց ապրում ես դու իմ սրտում իմ կյանքից ավելի սիրում եմ քեզ քո լույսե կարոտով ապրում եմ ես երազում եմ տեսնում քեզ իմ գրկում եւ ապրում ես դու իմ սրտում Այսօր թերևս այսքանը։ Շնորհակալություն հայտնենք մեր հաղորդաշարի գործընկերներին։ Գլխավոր հովանավորը Ավտոսան ընկերություն, Բարդալ եւ KYB ապրանքանիշերով, պաշտոնական գործընկեր Նոր տուն խանութների ցանց, հաղորդման երկարամյա աջակիցներն են Արզնի կաթ ընկերությունը, Քեշուա Արմենիան, Պրոֆիլո Պորտե դռների մասնագիտացված խանութ սրահը, աջակիցների շարքում ավելացել են EV Center-ը եւ N Motors-ը, իսկ Multi Group կոնցեռնի աջակցությունը իդեմ նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնակի շնորհակալության է արժանի։ Շնորհակալություն Ավտոդրայվ հաղորդաշարին եւ Drive Media պրոդյուսերական ընկերությանը աջակցելու համար։ Կհանդիպենք։ Դու անուշ իմ գրկում